Բարև ձեզ, իմ անունը Արթուր Ներսյան, ես 17 տարեկան եմ, եկել եմ քաղաք Թյումենից։ Առաջի փուլին ներկայացրել եմ երգ Anthony Hamilton Dear Life։ Կատարումը ճիշտն ասած այդքան է դուրս չեկա, որովհետև մի տեսակ հուզվել էի։ Բայց այս անգամ ընտրել ենք երգ Imagine Dragons Radioactive ու համոզված եմ, որ շատ լավ կստացվի։ Առաջինը լավ երգելու նպատակ ունեմ, որովհետև որ անցնես հաջորդ փուլ պետք է լավ երգես ու լավ քեզ ներկայացնես դրա համար։ Առաջի հերթին ուզում եմ համ ես, համ իմ հանդիսատեսը ստանա հաճույք իմ ելույթից։ Բայց շատ կարևոր է նաև զբաղվածներ այդ 4 աթոռներից մեկը, որովհետև էլի կկրկնեմ, որ ուզում եմ ստանամ շատ մեծ փորձ։ I'm waking up to ash and dust. I wipe my brow and sweat my rust. I'm breathing in the chemicals. I'm breaking in and shaping up the checking out on the prison bus. This is it, the apocalypse. Whoa, I'm waking up. I feel it in my bones. No to make my systems go. Welcome to the new age, to the new age. Welcome to the new age, to the new age. Whoa, whoa, I'm radioactive, radioactive. Oh, I'm radioactive, radioactive. I'll raise my flag, tie my clothes. It's a revolution, I suppose. We painted red to fit right in. Whoa. I'm breaking in and shaping up the checking out on the prison bus. This is it, the apocalypse. Whoa, I'm waking up. I feel it in my bones. Go to make my systems flow. Welcome to the new age, to the new age. Welcome to the new age, to the new age. Whoa, whoa, I'm radioactive, radioactive. Oh, I'm radioactive, radioactive. All systems go. Sun hasn't died. Deep in my bones, straight from inside, I'm waking up. I feel it in my bones. Go to make my systems flow. Welcome to the new age, to the new age. Welcome to the new age, to the new age. Whoa, whoa, I'm radioactive, radioactive. I'm radioactive, radioactive. Արտուր ջան, դու փաստորեն Թյումենսկի նաշեստվեի երկրորդ մասնակիցն ես։ Երգի ընտրությունը խոսում է քո ճաշակի մասին, եթե դու ես ընտրել երգը, լավ կատարեցիր, իհարկե, արդեն բեմադրված ինչ-որ մասեր կար նաև, դա էլ է մեծ պլյուս, ճիշտ մոտեցում ես ցույց տվել,
այսպես ասեմ, Անդրեի աչքի մեջ երկու ոտքը մտնելու համար։ Ցավոք սրտի այն ամեն ինչ որ մենք ասում ենք, ինձ թվում է Անդրեի վրա չի ազդում, որովհետև նա ունի իր տեսակետը եւ ես հարգում եմ նրա իր տեսակետը։ Ինձ համար շատ լավ էր, տեսնում եմ, որ կարող ես երգել, տեսնում եմ, որ կարող ես շարժվել, տեսնում եմ, որ ունես ճաշակ եւ տեսնում եմ, որ կարող ես հաղթահարել հուզմունքը, որը կար թե երգից առաջ, թե երգի ընթացքում։ Ես բավարարված եմ։ Շնորհակալություն ելույթի համար։ Շնորհակալություն։ Ինձ ձեր ելույթը իսկապես շատ դուր եկավ եւ ես նույնպես միանում եմ գոռե աստված բառերին, որ ինձ համար երաժշտության ընտրությունը, երգի ընտրությունը շատ կարևոր դեր ունի մարդու ճաշակի հետ կապված եւ շատ լսելու հետ կապված։ Այսօր ինձ մի քիչ պակասում էր ձեր աչքերի կատարումը, որովհետեւ դուք ամեն ինչով կատարում եք, իսկապես երգի մեջ էիք, բայց ձեր աչքերի մեջ մի քիչ վախ կար, շատ քիչ, դա պետք չի, որ այսօր դու դեռ շատ կվախենաս, Անդրե։ Բայց չեմ կարող ոչինչ վատ ասել, որովհետև ինձ իսկապես դուր եկավ ձեր ելույթը։ Շնորհակալություն։ Արտուր ջան, կերպարային շատ ես դուրս գալիս ու երբեմն ես դրան շատ ավելի տեղ եմ տալիս, քան երգի եւ վոկալի պնդությանը, որ ժամանակ առ ժամանակ լինում է հրաշալի, բայց ուղղակի երգիչը չի հետաքրքրում, որովհետեւ կերպարային ինքը լավը չի։ Ի տարբերություն մնացած ժյուրիների, ովքեր քեզանից լսում են երկրորդ երգը, ես արդեն լսում եմ երրորդ երգը, դու դրանից տեղյակ չես, ես քեզ կպատմեմ եմ ինչպես եղավ դա, որ ես վերջերս մեքենայով կանգնեցի լուսափորի տակ, որտեղ կարմիր էր լուսափորը, սվետաֆորը, իմ կողքի մեքենայի ետևում նստած էր դու, քո պատուանը իջած էր, դու ինձ չէր տեսնում, որտեղ իմը բարձրացած էր, Մայքլ Ջեքսոնի երգ էր միացած ու դու բարձր երգում էր շատ, ես իմ մեքենայի երաժշտությունը անջատեցի, լսեցի, որտեվ էլի ժյուրիի ականջներով եք ես ուզում լսեի։ Ասեմ, որ շատ լավ էր երգը։ Հրաշալի ելույթ էր, այսպես ասեմ, հրաշալի ելույթ էր։ Հենց որ եթե այս մեկի մեջ էլ ինչ-որ բաներ կար, որ չհավանեցի, այն մեկով կոմպենսացում է, որովհետև ես տեսա, որ երբ որ դու լարված չես, ինչքան ավելի ազատ ու ավելի լավ ես երգում, դրա համար այս փոքրիկ բաները կկապեմ այսօրվա լարվածության հետ, կփորձեմ քեզ հասկանալ։ Մնացածը լավ էր, քո կերպարային, շատ լավ էր։ Անցնում ես արդյոք դու կանաչ լույսի տակով։ Հետաքրքիր ելույթ էր, չգիտեմ, այդ հուզմունքը այդքան էլ ինչ չխանգարեց իսկապես, բեմական կերպարդ էլ եմ հավանում, կարելի ասել, եթե այդպես կարելի ասել, քեզ փոքրուց եմ ճանաչում, որովհետև իմ անունն է նախագծում Մայքլ Բուբլե է իր երգում եւ ես էլ այնց մի երևի 8 կատարում եմ լսել, բայց քո լսած կատարումը իհարկե շատ կարևոր է, ես կուզենայի քո ավտոմեքենայում այդ ժամանակ լինեի, որպեսզի իմ որոշման վրա դա ազդեր։ Մանկուց ճանաչում ես Արթուրին, նրա դեմքին նյարդային ժպիտ է հիմա։ Մենք սպասում ենք Անդրեյի որոշմանը։ Մանկուց ինձ ես ճանաչում, իմ դեմքի ներվային ժպիտը ինչ է ասում։ Ես գիտեմ, որ երկկողմանի շատ ծանր վիճակ է։ Արդյոք Ձյումենը կգտնի երկրորդ աթոռին նստելու հնարավորություն, Անդրե։ Արդյոք մանկությունը շանթում անցկացրած երիտասարդը կնստի հիմա իր Ձյումենցի ընկերոջ կողքին։ Վճիռը քոնն է։ Եվ այսպիսով Անդրե, Արթուրը նստում է, թե ոչ։ Ցավոք սրտի վճիռը իմն է իսկապես, եւ այդպես ես չեմ որոշել, այլ այն մեզ զանգահարող Սայմոնն է որոշել, որ նախագիծը այսպես պետք է լինի, դաժան, շատ ավելի, քան եղել է այն ժամանակ։
Անդրե Արտուրը քո քարյակում է թե ոչ։ Գնա եւ միացի ընկերոջը։ Ձյումենը երկրորդ անգամ է նստում, շնորհավոր։ Спасибо большое։ Արթուր ու Գևորգ, երկու ձյումենցիներ։